Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկին մասնաճյուղի անունից ողջույն, հարգելի հեռուստադիտողներ, ես Էլիզաբետ Կաբանյանն եմ եւ այսօր, ինչպես միշտ, տաղավարում ես հետ են Սևան Տեր-Պետրոսյանը եւ Ռազմիկ Գրիգորյանը, ով Արևիկ մանկապատանեկանի հիմնադիր տնօրենն է։ Ողջույն, պարոն Գրիգորյան։ Ողջույն։ Բարի օր եւ բարի կալուստ մեր տաղավար, մեր հadoop հաղորդումին, որուն ընթացքին այսօր պիտի ներկայացնենք հայկական գրթական նորարար ծրագրի մասին։ Այս նախաձեռնության գաղափարը հղացած է պարոն Ռազմիկ Գրիգորյանը, հուսալով, որ ան գրնա սփյուռքահայ նոր սերունդին օգնել մայրենի լեզուն սերտելու եւ ապրեցնելու։ Արևիկ մանկապատանեկան ընկերությունը կամ նույնիսկ կայքեչը հիմնադրելու նպատակը եղած է հայ երեխային մատչելի, հաճելի եւ նորարար միջոցներով փոխանցել մայրենի լեզուն։ Արևիկի աշխատանքը կներառե արևելյան եւ արևմտյան հայերենով նախատեսված աշխատանքային քիրքեր, սկսնակ մագարտագեն մինչեւ միջին մագարտակ եւ երեխաներու եւ չափահասներու համար։ Ինչպես նաեւ անվճար ներբեռնելի նյութեր, հարցախաղեր, արվեստի ծրագիրներ եւ այլ ստեղծագործական նյութեր։ Քիրքերը կսորվեցնեն ոչ միայն լեզու, այլ նաեւ հայոց պատմություն, մշակույթ եւ արժեքներ, բոլորը զվարճալի եւ մանուկներուն հարմար։ Այսօրվան հաղորդումին ընթացքին պիտի ծանոթանանք Արևիկ Kids Activity ներշնչող աշխատանքին եւ քննարկենք թե ինչպես անոնք կխթանեն նոր սերունդին մոտ արմատներուն նկատմամբ սերն ու գաբը։ Նախ Ռազմիկ Կումասիտ հագիրճ դվյալներ փոխանցեցեք սիրելի հեռուստադիտողներուն, ուրգե հղացակ այս գաղափարը, ինչ ուսում ունիք, ինչ մասնագիտություն ունիք, ինչպես սկսավ Արևիկի պատմությունը։ Խնդրեմ։ Բարև ձեզ, նախ շնորհակալ եմ, որ ընդունել եք ձեր տաղավարը այսօր որպես հույր։ Ես Ամերիկայում ավարտել եմ Computer Science գծագրություն եւ 2004-2005 թվականից ընկերներով նախ որոշել ենք, որ կայքեչ ստեղծենք, որ երեխաներ կարողանան իրար մեջ խաղան, սովորեն, հաճույք տանեն, բայց այդ աշխատանքը չկարողացանք իր ավարտին հասնել։ 2014-15 թվականից, երբ տղաս առաջի անգամ մանկապարտեզ գնաց, իրեն ատառը սովորեցնելու համար մի կտոր թուղթ ուղարկան տուն, որ պիտի ատառը ձեռագրով գրել, անկյուն ինչ որ նկար կար, որ մեծերով նստած չհասկացանք արև էր, արծիվ էր, ակրավ էր, առյուծ էր, ինչ էր, թուղթն էլ այնքան վատ էին քափի արել, որ ոչ մեկը ուղիղ գծերի վրա չէր, տեղից մտահղացում դուրս եկալ, որ կարողանանք ավելի հետաքրքիր գրքեր մենք պատրաստենք, որպեսզի երեխաները հաճույքով սովորեն։ Առաջի գրքույկ, որ պատրաստանք, անգլերենով էր, հետո մենք մեզի դժվար ենք տեսնում, որ հայկական շուկայի մեջ մտնել, հայկական գրքեր ստեղծել, բայց մեզի առաջարկան մեր անգլերեն գիրքը տեսնելուց հետո, որ եթե կարող եք հայերենով պատրաստենք ու մենք աշխատանքի անցանք, առաջի գիրքը, որ ստեղծանք, այս երկուսն է, կարծեմ ցույց են տալիս, այո, մանկական այբենարան 2 եւ 1-ը, որ 3-4 տարեկան երեխաների համար է, որ տառերը ներկելով սովորեն այբենարանը եւ ամեն տարի համար նախատեսված է 2-3 նկարներ, որպեսզի սովորեն իրենք այնպիսի նկարներ, որ արդեն իրանք ծանոթ են, երեխաներին ծանոթ է եւ հաճելի է։ Ու դրանից հետո արդեն սկսանք 4-5 տարեկանների, 6 տարեկան երեխաների համար պատրաստել, հետո մի 2-3 հատ activity գրքեր պատրաստեցինք նոր տարվա համար։ Դրանից հետո AGBU դպրոցը այցելանք, որպեսզի մենք մեր աշխատանքները ցուցադրենք, ծանոթացանք պարոն Հրաչ Սեբեկչյանի հետ, որ մինչև այսօրս մեր առաջին խորհրդատուն է եւ մեզի ուղղություններ ցույց տվեց ու միասին աշխատելով մեր մնացած բոլոր գրքերը արդեն սկսեցինք մեկ-մեկ ուսուցիչների պահանջով, դպրոցների պահանջով պատրաստել։
Ուրեմն երբ կսեն, որ յուրաքանչյուր անհատ ինքն իր մոտ պետք է սկսի, դուք այդ օրինակը ներկայացնեք, այսինքն հորմը մտահոգությունը, որ իր զավակը պիտի կարենա մայրենին սորվիլ կամ մայրենիով գրել, եւ այդ մեկ մտահոգության պատճառով ահավասիկ ծրագրեր, քիրքեր, այսինքն չենք կրնար համրել նույնիսկ այնքան շատ են, բայց ընդհանուր առմամբ կտեսնեմ 30-ից ավել են արդեն։ Եվ ընդ որում հայերենի մասնագետ չէ։ Այո, եւ արևելահայերենով եւ արևմտահայերով Սփյուռքի մեջ։ Իհարկե ես ասեմ 3 ուղղագրությամբ արևելահայերեն հայաստանյան, արևելահայերեն դասական եւ արևմտահայերեն 3 ուղղագրություններով էլ մենք մեր բոլոր գրքերը պատրաստում ենք։ Հետաքրքրական է, ուրեմն դուք կրծած եք այսքան աշխատանք տանիլ եւ ասիգա ծեր մտահոգությունեն դուրս գալով։ Մենք այստեղ ունենք կազմակերպություններ, դպրոցներ, շատ միություններ, որոնք պատասխանատու են ասկորձին եւ լավ գլա որ իրենք ցեզի հետ համագործակցին, որովհետեւ դուք ասկորձը ավելի առաջ տանիք, ավելի զարգացնեք, հավանաբար այսքան աշխատանք հիասքանչ եւ ծանր, այսինքն ծախսեր ունի եւ աշխատանքներ կան։ Ինչ են խոչընդոտները, ինչպես նյութապես ինչպես կոժանտակեք այս ծրագրին, ինչպես է ձեր աշխատանքը։ Նյութապես բոլորը անգլերենով ասած A to Z, բոլոր աշխատանքները սկզբից մինչև վերջ ես եմ կատարում։ Մենք ունենք մի հատ փոքրիկ նաեւ տպարան, որ նույնիսկ տպարանի գործի աշխատանքներն էլ ենք մենք կատարում, գրաֆիկի գործերն էլ ենք մենք կատարում, գրելներն էլ ենք մենք կատարում, աշխատանքներ պատրաստելուց հետո ունենք 6 լավագույն ուսուցիչներ համայնքում, վստահ եմ, որ շատ են լավագույն ուսուցիչները, բայց այդ ուսուցիչների հետ խորհրդակցելով առաջի օրվանից մինչև տպագրելը բոլոր գրքերը անցնում են իրենց աչքի տակով նաև որ սխալներ չլինեն, նույնիսկ տպագրությունից հետո, նույնիսկ եթե դպրոցներում բաժանվում է ինչ-որ սխալ է լինում կամ ինչ-որ առաջարկ է լինում, նորից այդ նույն ուսուցիչների հետ խորհրդակցելով մենք փոխում ենք, մենք ինչ-որ պետք կնա, կատարում ենք մեր գրքերի մեջ, նյութական բոլոր ծախսերն էլ նորից ես եմ կատարում, չունենք որևէ օժանդակություն, որևէ տեղից ու այդպիսի սկզբից մինչև վերջ բոլոր հղացումը, միտքը, ամեն ինչ գալիս է մեզանից սկզբից մինչև վերջ, ճիշտ է այդ ընթացքին դպրոցների հետ խորհրդակցում ենք, դպրոցների պահանջը լսում ենք, ուսուցիչների պահանջը լսում ենք, իրանց հետ համագործակցելով պատրաստում ենք գրքերը, բայց նորից ասում եմ, սկզբից մինչև վերջ բոլոր աշխատանքները մենք ենք կատարում։ Չնայած դրան գրքերի մեծ մասի վրա ձեր անունը չկա։ Այդպես ենք առաջի օրվանից որոշել, բայց արդեն ձեր եւ ձեր տղայի անունն էլ պետք չէ որ ինքն էլ է հիմնադիրներից մեկն է, չէ։ Ինքն է հիմնադիր իրականության մեջ, որտեղ այո, իա պատճառով եղավ այս ամեն ինչը եւ մեր շրջապատի բոլոր մեր երեխաներին, որ այդ օրերի մանկապարտեզ են գնում եւ տեսնելով աշխատանքները, մանավանդ քափի անելը, որ բոլոր դպրոցներում, բոլոր հաստատություններում մանկապարտեզից մինչև համալսարան քափի անելը յանց առաջի գործն է, գիրքը վերցնեն քափի անեն, ու այդպեսով գրքի արժեքն է նաև կորցնում։ Մենք այս մեր աշխատանքները կատարելով նաև ուզել ենք, որ գրքի արժեքը սովորեցնենք աշակերտներին, ու չենք մեր գրքերը ծավալուն չեն, շատ փոքր են, որպեսզի դժվարություն էլ չլինի յանց տանել բերելու։ Մեր ասենք ամենածանր գրքերից մեկը էս է, որ 140 էջ է, որ նորից խնդիր չունեն տանել բերելու համար, որ գրքի արժեք իմանան, ոչ թե որ ընդհանրապես քափի անելով, քափիները ուղարկելով տուն։ Այո, ես իբրև ուսուցչուհի իմ կարծիքս կուզեմ տալ այս հարցին շուրջ։ Ես մանկապարտեզեն դասավանդած եմ եւ հիմա երկրորդական դասավանդած եմ եւ միշտ տեսած եմ, որ աշակերտները համեմատություն կնեն, կփախտadեն անգլերենը հայերենին հետ։ Եվ անոր համար է, որ միշտ անգլերենին բարդականությունը ավելի շուտ կլա, անգլերենին ավելի կարևորություն կտրվի, որտեղ ավելի լուրջ ցևով կներկայացվի աշակերտին։ Երբ թուղթ մգարնես եւ աշակերտին ցերկը գուտաս եւ գսես ներգե, ինքը կհասկանա, որ այս բանը շատ կարևոր չէ, ասնյութը այդքան կարևոր չէ, ինչպես մույսը, որ արդեն դասակիրք ունի, ուսումնասիրված ծրագիր ունի, սկիզբեն մինչև վերջ, consistency կա, այսինքն հետևողականություն կա, ուսումնասիրված ծրագիր կա, որ ուղղություն ունի։
սկիզբ ունի եւ վերջ ունի եւ դեղ կհասնի։ Երբ աշակերտը փոքր տարիքեն 4-5 տարեկան են գտեսնե որ անգլերենի ընթացքը ավելի հաստատ հիմքերով սկսած է եւ հայերենինը թուղթով այստեղեն այնտեղեն ուսուցիչը այդ օրը ինչ կուզե ընել օրինակի համար այդ ծևով է հոն խախտումը տեղի կունենա անոր համար է որ միշտ դասակիրք ունենալը ավելի մեծ աստեցություն ունի դպավորություն ունի աշակերտի մոտ քան այդպեսի ծրագիր մը դալ թուղթով կամ այսպես այսին այդ ծևով ներկայացնել լեզուն մանավանդ որ մենք այստեղ երբ աշակերտը հայկական դպրոց կուղարկենք նպատակը ինչ է ինչու համար ծախսի պիտի անցնի ծնողը եւ հայկական դպրոց ղրգե երբ կրնա ինքը պետական դպրոց ղրգել չէ բայց երբ հայկական դպրոց ղրգե գուզե որ հայերեն սորվիլ եւ այսպիսի փոքր մանրամասնություններ որ մենք կգարձենք որ կարեւոր չեն բայց իրենք մեծ կարեւորություն ունին մանավանդ երեխայի դատողության կամ տեսողության կողմ այնպես որ շատ կարեւոր է դասակիրք ունենալը հիմա կանք ծեր դասակիրքերուն ես բավականին կորցածած եմ նոր դարվանը Սարդարաբադինը ասոնք բոլոր workbook կգոչենք այսինքն աշխատանքի դեդրակներ են եւ մշակութային եւ լեզվական ջուղեր ունին այսինքն մենք դարին 10 ամիս ամեն ամիս արիթմ ունենք լավ արտանանք լավ Սարդարաբադ լավ ծնունդ լավ նորդարի զադիկ բոլորը այս մենք լեզու սորվեցնելու կողքին այս նյութերն ալ կսորվեցնենք եւ գշվարինք ինչ պիտի ունենք բայց երբ ունենք դասակիրքը պատրաստ ինչու ոչ ինչու չհրամցնենք աշակերտին որ եւ գտնա գարտալ եւ գտնա սերտել եւ գտնա արտահայտվել ոչ թե միան քրելով այլ գծակրությամբ կամ դարբեր ծևերով բոլոր աշխատանքները որ ներգրավված են այս քիրքին մեջ բոլորն ալ արևդուրի ծև է այսինքն դասակիրքը աշակերտին հեղինակը աշակերտին հետ կխոսի կհարցնե ինչ է քու գարձիկդ ինչ կուզես ընել դու ինչպես կդոնես դադիկը քու դանդ մեջ կամ այսինքն հետաքրքրական ինտերակտիվ կրնանք ասել մոդեցում մնե որ աշակերտին կգապե ուշադրությունը կգրավե եւ աշխատանքը արդյունքը շատ լավ է գրնամ ասել ես այս ալիքի շարանը օգտագործեցի այս տարի իբրև օժանդակ դասակիրք որովհետեւ մենք ունենք մեր ծրագիրը եւ ընդհանրապես երբ որ երկրորդ լեզու կսորվի աշակերտը հայերեն իբրև երկրորդ լեզու կսորվի կամ ոչ հայախոս ընտանիք է եկող աշակերտը թեմաներով նյութեր կհրամցնենք իրենց, որովհետեւ գարենան խոսակցական նյութերը զարգացնել, նախատասությունները խոսակցական նյութերով սորվի լսելով գրգնությամբ եւ այդ թեմաները մենք մեր ծրագրին մոտ այդ թեմաները կհամընկնին այս աշխատանքներուն հետ, որոնց մեջ կա տունը, դպրոցը, շուգան, մասնակցությունը Թրիչք դեպի Հայաստան, մշակութային դոներ, գիտություն, այդպիսի, այսինքն աշակերտին առօրյայեն դուրս եկած նյութեր են, որ ինքը անպայման պիտի օգտագործե երբ դուներ տա, ոչ թե տնե մեկ կողմ գրավորը դալեն ետք եւ մորնա։ Այսինքն այս նյութերը կարևոր են աշակերտին համար, սփյուռքահայ աշակերտին համար, որովհետեւ գարենա լեզվով հաղորդակցիլ Եվ նպաստում է։ Եվ նպաստում է, որովհետև օժանդակ է մեր ծրագրին, այսինքն օժանդակ է մեր աշխատանքներուն, երբ ես իրենց բարակիդություն կամ բարաբաշար գուտամ կամ նյութը գուտամ, ես նույն ադեն Armenian Virtual College-ի դասընթացները գուտամ եւ բոլորն անորեն թեմաներով, այս նույն թեմաները ընդգրկած են եւ երբ դասը on-line գուտանք կամ ինչ որ on-line activity-ներ ունենք հետո մենք կանցնենք դասակիրքին եւ գնենք այս աշխատանքները եւ գնամ ասել որ այս տարի հաջող տարի մներ ասիկա փորձարական շրջան է առաջի տարին է բայց շատ դպավորիչ էր ես կարողացա իմ աշակերտներուս դեղ հասցնել այս դասակիրքերով այս տարի իմ վկայությունս է այսինքն ես այդ հարցն էի տալու թե ովքեր են սպառողները հա գրքերի մենք առաջի օրվանից 2-3 նպատակ ենք ունեցել մեր բոլոր գրքերի մեջ առաջինը որոշներին գիրք ենք ասում, որոշներին տետր ենք ասում հայերենով workbook կամ book
ուզել ենք որ գրքի արժեքը սովորեցնել աշակերտներին, երկրորդը քանի որ մեր երեխաները Սփյուռքում տարբեր երկրներում, հիմա մենք Ամերիկայում, մեր երեխաները առաջի լեզուն որ սովորում են դպրոցում անգլերենն է։ Այսինքն հիմա կարող է հայկական դպրոցներում էլ գնում են հայերեն են սովորում կամ հայկական մանկապարտեզներում հայերեն են սովորում կամ ունենք բազմաթիվ շաբաթօրյա դպրոցներ, որ եթե public դպրոց են գնում, հետո եթե հաճախում են շաբաթօրյա դպրոցներ, մեր նպատակը դա է եղել, որ մեր երեխաները երբ անգլերեն են սովորում, անգլերենից հետո գալու են հայերեն սովորելու, այս աշխարհից մյուս աշխարհ չգնան։ Այդ նույն աշխարհում, որ անգլերենը սովորել են, կան նույն աշխարհում, ինչ որ անգլերենում սովորել են, հիմա հայերենը սովորեն։ Այսինքն նորություններ չտեսնեն այնտեղ տարբեր ձևի աշխատանքներ կամ ինչեր, այլ նույն աշխատանքն է, որ եթե ընդդեմ ABCD-ով արել, հիմա այստեղ ABCD-ով այդ աշխատանքները անում, որ ի համար ձանձրացուցիչ էլ չլինի, հաճելի է լինի։ Դեռ արդեն մի անգամ արել է, տեսել է, հաճույքը այդ անգլերեն դասարանում, որ իր պարտականությունն է իմանում, կատարել է, հիմա էլ այստեղ նույն բանը կատարի։ Դա առաջի մեր որ բոլոր գրքերի մեջ մենք պահել ենք մեր մտահոգությունն ա եղել, որ տանք նույն բանը, որ ինքը անգլերեն դասարանում սովորում է եւ այս աշխարհից մյուս աշխարհ չգնալ։ Երկրորդը տալ մատչելին։ Մեր երեխաները Սփյուռքում, հիմա մենք Ամերիկայում անգլերեն սովորելով իրանց հայրենը Հայաստանի կամ մեր մյուս Սփյուռքի, ասենք Բեյրութ, Պարսկաստան, այդ մակարդակի չի իրանց հայրենը։ Իրանց հայրենը ավելի երևի պակաս է, քանի որ առաջի լեզուն սովորում են անգլերեն։ Ու տալիս ենք այնպիսի, որ իրանք սիրով սովորեն, հաճույքով սովորեն, չնայեն որպես պարտականություն անենք դնենք կողմ, այլ սկսեն մտածել, կարողանան իրանց միտքը տեղ հասցնել, նույնիսկ եթե 4 բառ հայերեն գիտեն կամ 20 բառ հայերեն գիտեն, կարողանան այդ գրեն, օրինակ Զատիկ օրինակ բերավ, Զատիկում գրքի մեջ մենք ունենք էջ, որ դուք ձեր ընտանիքում Զատիկ ինչպես եք անցկացնում, ամեն մարդի ընտանիքում ինչ-որ ձևով Զատիկը անցկացնում է, կարողանա 4 բառով, 5 բառով գրի, կամ նույնիսկ եթե չի կարող գրի, գոնե նկարելով բացատրի ինչ պիտի լինի ու հետո կարողանա բացատրի էդի։ Դա մեր բոլոր գրքերի մեջ այդ նկատի ենք ունեցել, ալիքներ, որ նշեցին, առաջի տարին է, որ արդեն դպրոցներին տալիս ենք ու դա էլ նորից դպրոցների ուսուցիչների պահանջով ա եղել, որպեսզի կարողանանք մեր երեխաների առօրյան կարողանան իրար հետ խոսեն, կարողանան իրանց միտքը արտահայտեն ու մի բան լինի, որ արդեն իրանք կատարում են։ Մեր բոլոր երեխաները դպրոցից դուրս արդեն գնում են պարի դասի, երգի դասի, տարբեր մարզանքների կամ ինչ-որ մի բան, ինչ-որ activity կատարում են դպրոցից հետո։ Մեր կամ նույնիսկ շուկան, որ ասում է, ծնողի հետ միասին շուկա են գնում, կամ փարք են գնում, կամ գնում են պապիկ տատիկներ, եթե իրանց հետ չեն ապրում, գնում են իրանց այցելելու։ Բոլորը մենք ներառել ենք մեր գրքերի մեջ ու խոսակցական ձևով, որ կարողանան իրար հետ խոսեն, կամ արդեն ինքը դա տեսել է, հիմա որ կարդում է, հասկանա, որ տեսածը կարդում, օրինակ մի հատ դաս ունենք, որ երեխաները իրար հետ խոսում են, որ դու դպրոցից հետո ինչով ես զբաղվում։ Մեկը ֆուտբալի է գնում, մեկը բասկետբալի, մեկը կարատեի, մեկը երգի, մյուսը պարի, կարողանան իրար ասեն որտեղ են գնում։ Սո նախասիրությունները, այսինքն երեխային առօրյային ելած գաղափարներ են, այսինքն, եւ շատ հետաքրքրան է, որովհետեւ կան դասակիրքեր, որ Հայաստանի մեջ կպատրաստվին, կամ նույնիսկ այստեղի դասակիրքները, որ գործածենք դպրոցները ներս, ամենանորը 30 տարեկան է։ Իսկ Հայաստանին եկած դասակիրքերը Հայաստանի մեջ ապրած մանուկին համար պատրաստված է։ Ուրեմն, երբ մենք պիտի առնենք այդ մագարտակը, որ կհամապատասխանե մեր աշակերտին, 4-րդ դասարանի մագարտակը այստեղ թերևս 8-րդ, 9-րդ դասարանի աշակերտը կօգտագործե։ Որ խնդիր չէ, բայց ուր է խնդիրը։ Թեմաները 4-րդ դասարանի 10 տարեկանի աշակերտին ուղղված է, նյութեր են։ Իր ուղեղով, իր մտածելակերպով ուղեկցված են։ Երբ քաս եւ 13-14 տարեկանին դաս հետաքրքրությունը կգործընծնե, որովհետեւ ինքը այդ 4-5 տարի առաջ կմտածեր այդ ձևով։
ուրեմն հոս կփախում դեղի գունենա։ Եվ փոխանակ հետաքրքրվի եւ ուզե սորվիլ գհերանա անգե։ Անոր համար ասկից առաջ շատ ժողովներում մասնակցած եմ, փորձած են սփյուռքի համար մեկ տասակիրք ստեղծել։ Եվ բոլորն համաձայն գտնված են, որ անկարելի է։ Յուրաքանչյուր երգիր կամ շրջան իր պայմանները ունի, իր սփյուռքի քանիորդ սերունդները ունի, գրնա ըլլալ օրինակի համար Ֆրանսիայի մեջ 5-րդ, 6-րդ սերունդ է, այստեղ 4-րդ սերունդ է կամ 3-րդ սերունդ է։ Հայերենի մագարտակը դարբեր է։ Դան մեջ խոսակցությունն ալ դարբեր է։ Երբ որ 3-րդ, 4-րդ սերունդի երեխաները իրար հետ կխոսին, դարբեր է քան թե իրենց ծնողները։ Իրենց ծնողները ավելի լավ կխոսեին։ Պիտի նկատի առնես, որ դարիներու ընթացքին այս մագարտակները կփոխվին, անոր համար տասակիրքերը պետք է փոխվին։ Եվ երեխային մտածելակերպն ալ կփոխվի։ Համագարկիչը օրինակի համար 30 տարի առաջ դեռևս նյութին մեջ չկար տասակիրքի մեջ, բայց հիմա տասակիրքի մեջ պետք է լավ, որովհետև երեխային առօրյայի մեջ համագարկիչ եւ հերացայինը շատ կարեւոր են։ Շատ ժամանակակից է։ Այո, ժամանակակից պետք է լա։ Այնպես որ շատ կարեւոր է, որ միշտ նորարար ձևերով, նոր տասակիրքեր, նոր նյութեր, հետաքրքրական նյութեր պատրաստել։ Մի հատ խնդիր էլ որ կա Հայաստանում պատրաստում են սփյուռքի համար գրքեր։ Մեծ գործ են կատարում, որևէ առարկություն չկա յանց աշխատանքին, բայց ամենակարևոր հարցը Հայաստանից նստած Սփյուռքում չգիտեն ինչա կատարվում։ Կամ մենք հիմա նույնիսկ եթե ուզենանք Հայաստանի համար ինչ-որ գիրք գրենք, չենք իմանում, որ մակարդակը ինչա, պահանջը ինչա, երեխեք ինչպես են մտածում։ Նորից իրանք մտածում են իրանց ձևով, որ սա պիտի լավ լինի Սփյուռքի համար, բայց դա որ գալիս է Սփյուռքի համար, նորից դա չի որ պիտի լինի։ Այսինքն մենք նաև մեր գրքերով մենք ուզացել ենք այդ հարցին նաև պատասխանել, որ մենք տանք այն ինչը որ մեր երեխային պահանջն է։ Ինձ թվում է դեր մոտեցումը շատ խելոք է, որովհետև դուք consumer-ի արդեն ուսուցչի հետ եք աշխատում, ով անմիջապես եւ իր երեխային փորձառութեն են դուրս եկած։ Այսինքն ինքն էլ երեխայալ ունի եւ ուսուցիչներ կան իր կողքին։ Ու մենք այդտեղից դուրս գալով ամենակարևոր բանը, որ ես չեմ մատնանշել, ես ուսումնասիրել եմ շատ գրքեր։ Ես ուսումնասիրել եմ անգլերեն տարբեր գրքեր, որ մատուցվում են մանկապարտեզներին, preschool կամ TK, kindergarten, ուսումնասիրել եմ Հայաստանից եկած բոլոր գրքերը, ուսումնասիրել եմ Պարսկաստանից եկած բոլոր գրքերը, ուսումնասիրել եմ Բեյրութից եկած բոլոր գրքերը, այսինքն բոլոր նաև մեր եղած տեղի գրքերը, որ 30 տարեկան որ ասում են, կարծում եմ ավելի շատ է 1980 թվին է երևի առաջի գրքերը ստեղ գրվել, արդեն երևի 50 տարեկան են մեր գրքերը, կամ էլ 40 ինչ որ կան։ Այսինքն ես բոլոր դրանք ուսումնասիրել եմ ու հասկացել եմ նախ անգլերեն գրքերով, որ իրանք ինչ են տալիս, որովհետև իրանք ամեն տարի չէ, գոնե 2-3 տարի մեկ փոխում են իրանք գրքերը, իրանք մոտեցումները, իրանք բոլոր ամեն ինչը փոխում են եւ երեխեքին աշխատում են տան առօրյայով։ Մենք մեր բոլոր այս աշխատանքները, որ կատարում ենք, աշխատում ենք պատրաստենք մեր երեխաները հիմա այսօր բոլորը աշխատում են կոմպյուտերով, խաղում են կոմպյուտերային խաղեր ու այդ բոլոր այդ ամեն այդ գրաֆիկը որ տեսնում են դու չես կարող մեր երեխային բերես 1990 նույնիսկ թվականի գծագրություն դնեսի առաջ ու ասես էսի սովի չի նայի այդ գրքին ու դա արդեն մի քայլ հետ է տալիս երեխին մենք հիմա մեր այս ալիքները մանավանդ պատրաստելուն մենք պատրաստել ենք օգտվել ենք այս նոր տեխնոլոգին օգտվել ենք AI-ով պատրաստված նկարներ որ երեխին հաճույք պատճառի երբ որ նայում է զգա որ հենց այդ օրինակ այդ բաթի գնա որ այդ խաղի մեջ ինքը տեսել է արդեն մեր ոզնի գրքերը որ պատրաստել ենք ոզնի 1 2 3 իրա մեջ պարունակում է քերականություն գրականություն պատմություն մտածել կարդալ գրել ամեն ձևի բան ու սա ուղղակի գիրք է տետրակ է որ կարող է աշխատի մեր բոլոր գրքերի հետ ով որտեղից ինչ գիրք ուզում է բերած լինի հին նոր Հայաստանից Բեյրութից այս գրքերով իրանք կարող են մի էջը բացեն ու քերականական աշխատանք տան ու տան այսինքն մեր նաև
այս աշխատանքը աշխատել ենք այնպեսի անենք, որ համապատասխանի մեր բոլոր գրքերի հետ։ Մենք չասենք, այս գիրքը մենակ պիտի այս գրքի հետ աշխատես, այս գիրքը պիտի այս գրքի հետ։ Պատրաստել ենք մի բան, որ անգլերենով general բոլորի համար կարողանա պատասխան տա։ Այսին ինչ որ ուզեցել հիմա մշակութային նյութերեն բացի ալիքները եւ ոզնիները կարևոր չէ որ 5-6 տարեկան լաս կամ 10 տարեկան լաս սկսնակ մագարտակը քանի տարեկան ես այդպես պետք է լա քանի տարեկան որ ես սկսնակ մագարտակեն մինչեւ միջին այսին intermediate եւ նյութերը այո դերևս երեխայի խոսողը նյութերուն մեջը բայց մեծ նալգ խոսի այդ մասին մեծ նալգ ջամփորթե այսին չափահասնալ գջամփորթե չափահասնալ շուգագերթա այսին եթե գուզես լեզու սորվիլ կարևոր չէ քանի տարեկան ես ալիքները եւ ոզնիները շատ կարևոր գիտելիքներ կա մեջը որ գրնաս արդահայտվել քու արորիայիդ մասին եւ Հայաստան երթաս կամ այստեղ հայկական քաղաքներս ուզես հայերենի մեջ հմուդլալ եւ հատկապես ուղիղ սպառողի կողմից է, հա, համագործակցությունը ձեր հետ ստացվել է այնպես, որ եւ սա պլանավորված էր դուք strategically, հա, դիտավորյալ եք աշխատել, որ շատ կարեւոր է սա։ Այո։ Երեխան սպառողն է, ուսուցիչը սպառողն է եւ դուք ուղղակի համագործակցել եք նրանց հետ եւ արդյունքը արդեն Սևանը Ուրեմն բացի բարեգործականի դպրոցը ուրիշ դպրոցներ ցեզի հետ կհամագործակցին կամ նախքան այդ հարցի պատասխանել մենք ունենք նաև երկու գրքեր, որ պատմություն են Երևանի եւ մայիս 28-ի մասին, որ համառոտ պատմությունն է տրված, այդքան որ մեր երեխան պիտի իմանա։ Եթե ավել է արդեն ուզում, ելի է արդեն գիտնալիքն է, կարող է գնա գրքեր բացի աշխատանքներ կատարի, բայց այս կարող են ձեռք բերել, օրինակ եթե մեր հեռուստադիտողը ուզում է ձեռք բերել։ Հիմա կասեմ այդ պատասխանն էլ աշխատանք մենակ կարդալ չի, այսինքն կարդում են, պատմություն իմանում են, հետո պատմություն ավելի սովորելու համար տարբեր խաղերով աշխատում են այդ պատմությունը սովորել, որտեվ իմ փորձառությունից մարդ աշխատանք կատարելով, խաղալով, բանով ավելի շուտ է սովորում, քան թե նստի ժամերով կարդալ։ Նախ դպրոցներ մենք աշխատել ենք բոլոր դպրոցների հետ, դպրոցներ կան, որ չեն ուզում մեզ հետ աշխատեն, իրանց իմանալիքն է, պատճառն էլ ինչա չգիտենք, հիմա աշխատում ենք AGBU-ի հետ, աշխատում ենք LAUSD-ն ունի dual language program, որ 4 դպրոցներումն են, որ կես հայերեն, կես անգլերեն է, LAUSD-ի հետ ենք աշխատում, այս տարվանից Pasadena-ի դպրոցի հետ ենք աշխատում ենք շաբաթօրյա, մի շարք շաբաթօրյա դպրոցների հետ, մինչև 2 տարի առաջ աշխատում ենք ազգային դպրոցների հետ, բայց 2 տարի ազգային դպրոցները օրդեր չեն տալիս էլ, իրենք ասում են, որ իրենց ծրագիր ունեն, մեր աշխատանքները չի համապատասխանում իրենց ծրագրին, մի երկու հատ դպրոցներ կան East Coast-ում, որ նրանց հետ ենք համագործակցում։ Իսկ ավելի մեծ պլանը, հա, տեսլականը ինչ է ձեր, ունեք։ Իմ մեծ տեսլականն է, որ կարողանանք մեր բոլոր գրքերը հրամցնենք բոլոր դպրոցներին, որովհետև մեր պատրաստած գրքերը նույնիսկ իրենց աշխատանքներին չի խանգարում, այլ օժանդակ է եւ լավագույն օժանդակ է, մի բան է, որ երեխային ավելի հեշտությամբ կսովորեցնեն իրենց դասերը, լսելով ուսուցիչներից, որ իրանք էլ գոհ չեն իրենց գրքերից, որովհետև ինչպես որ ասացին, արդեն բոլորը 30, 40, 25 տարվա գրքեր են, պետք ունեն թարմացնելու, դա էլ մեծ աշխատանք է, մենք արդեն մեծ մասը ունենք, պատրաստ, կարող ենք ավելի էլ թարմացնել, բայց իմ ցանկություն, անձամբ իմ ցանկությունն է, որ բոլոր մեր երեխաներ ունենան այս գրքերը ու հեշտ ձևով սովորել։ Եթե այս րոպեին մտածեմ, որ ես ուզում եմ բիզնես անեմ այստեղ, մեր գրքերը այնքան մատչելի արժեք ունեն, որ երևի երեխայի մի հատ Starbucks-ի կոֆեի արժեքը մեր գրքերը։ Ես ուզում եի խոսք այդտեղ բերել, որ եթե ուղիղ սպառողի մեր գրքերը երկու մասի են բաժանված։ Մեկ մասը մեր վեբսայթում կա եւ մի քանի հատ խանութում Գլենդելում, Նորթ Հոլիվուդում կա, որ ծախում ենք public
մարդիկ կարող են առնել, բայց մնացած մեր հիմնական գրքերը, որ դպրոցական գրքեր են, մենք մենակ աշխատում ենք դպրոցների հետ։ Այսինքն, եթե հիմա որևէ հարգելի լսող մեր հեռուստատես զանգեն մեզի ասեն, որ այսինչ գիրքն ենք ուզում, պիտի ներողամիտ լինեմ, մենք չենք տալու այդ գիրքը, որովհետև դա էլ դար փորձառություն ունենք, մենք մեր մայիս 28 գիրքը դպրոցներից մեկին ենք տվել, որ տեսնեն, որ իրանք սիրում են, կարող են օգտվեն, ոչ մեկը չէր իմացել, ինչ որ լրիվ դպրոցում քափի են արել, բաժանել են։ Այն ինչ որ քափի բան ասում եմ, ստեղում կան դպրոցներ զանգում են մի հատիկ են ուզում, որ մի հատիկ գրքույկ առնեն ու քափյան են դասարան։ Օրինակ, այս անցյալ տարի մի հարգարժան ուշչից զանգել էր, մի հատիկ ոզնի էր ուզում, ես իրանից հարցրամ, ասամ, ձեր դպրոցում քանի հատ աշակերտ կան, փոքր դպրոց էր, կարծեմ մի 100 իշքան աշակերտ ունի, ասեմ, այդ դեր 100-ից մենակ մեկն է ոզնի կարողանում աշխատի։ Այսինքն մնացած 99 չի կարող, այսինքն պարզա դուք մի հատ ուզում եք, որ տանեք քափի անեք, դա էլ ինչ որ չափով հասկանալի է, որովհետև երևի դպրոցներ բաջետ չունեն գիրք առնելու ժամանակ, երբ կարծես բաջետ չկա, ես իմ տղաս դպրոց գնալուն ինչ որ գրքի բանի փող լինում, ես դեռ ավել եմ վճարում, որովհետև մեծ գումարներ չեմ վճարում, ասում եմ, մեր գրքերը մանան կարող մի հատ Starbucks-ի արժեք ունենա, որ եթե երեխան կոֆե կամ ինչ շեյք ուզում է խմի, դրա համար այդ մեծ աշխատանք ենք տարել, ոզնիների վրա մենք մի տարի աշխատել ենք, ալիքների վրա մի տարուց ավել աշխատենք, մեծ գումարներ ենք ծախսել, ու ուշքի չէ այդքան հանգիստ, որ տեսնում է շատ լավ նատանի է դպրոցում քափի անի բաժանի, մի քիչ ճիշտ մոտեցում չի։ Խոչընդոտների մասն է խոսում Սևան։ Այո, եւ գխորիմ կամ կպատկերացնեմ, որ այս տեսակի աշխատանք հովանավորի գարիք ունի, որ գրնա ավելի դարածել կամ ստիպել կամ ձևով ջուրացնել այս ծախսերու հարցը, եթե ծախսի խնդիր է, ուսուցիչին կորձնալ գտյուրանա երբ որ տասակիր կա, ուսուցիչը չուզեր քափի անել։ Այսինքն եթե ծախսի հարց է, հովանավոր է պետք, որբեսի այս ծախսերը հոգա եւ հասանելի ըլլան այս տասակիրքերը մեր մատաղաշ սերունդին։ Հաջող Պեմ գբարձրանանք կսենք, մենք պետք է հայաբահբանման մասին գխոսենք կամ լեզուն բահելու մասին գխոսենք կամ հայ մնալու մասին գխոսենք եւ ահա վասիկ արիտներ կան, բայց դժբախտաբար չենք օգտագործել։ Լավ գլա եթե հովանավոր ունենաք եւ ցեզի սադար գանքնին, որովհետեւ գարենակ այս աշխատանքները հասցնել գարիկ ունեցողներուն, մեր աշակերտներուն։ Շատ լավ, կարող ենք շարունակել ծանոթանալ մնացած գրքերին։ Ես հարցում ունեի նախքան գայքեչի մասին, քիչ մը գայքեչի մասին գրնակ խոսիլ արևիկ գայքեչի մասին։ Այո, մեր ինչպես որ ասամ, մեր գայքեջում կան մոտ 12 գրքեր, նրանք որ մենք նաև խանութներում կա Գլենդելում, Նորթ Հոլիվուդում եւ Հալիդում եւ Գրանա Հիլզում։ Մեր այդ գրքերը վեբսայթում կա, կարող են ուղղակի մտնել վեբսայթից առնեն։ Վեբսայթի մեջ մենք ունեցել ենք բլագի բաժին, որի մեջ տոնական կամ տարբեր առիթով ինչ որ ծրագիր բան գրվել է, որպեսզի եթե երեխաներ ուզում են կարող են կամ ծնողներ եթե ուզում են ուսումնասիրել կարող են կարդալ։ Ունենք free download բաժին, որ արդեն 2 տարի դադարեցրել ենք, բայց տարբեր աշխատանքներ, տարբեր տոնական առիթով, տարբեր ծրագիրներ տեղ դրել ենք, որ եթե ծնողները կամ դպրոցը նույնիսկ եթե free download ուզում կարողանա download անի եւ իրենց դասարանում copy անելով բաժանեն։ Ունենք մի 2-3 հատ աշխատանքներ ենք դրել քուիզի տեսակ քուիզի տակ, որ իբր թե քուիզ է, բայց սովորացնում է երեխաներին գույները, տարբեր տեսարաններ, բաներ։ Մենք հիմա ուզում ենք մի քիչ ավելի սկսել աշխատել մեր վեբսայթի վրա։ Մոտ 2 տարի է, որ մենք կանգ ենք առել, որևէ նոր աշխատանք չենք տանում, որովհետև մի քիչ արդյունք չենք տեսնում մեր համայնքից։ Նաև այսինքն այն ինչ որ առաջ սկսվավ օրդերներ էր գալիս կամ այդ download-ի բաժնից download էր լինում կամ այդ քուիզի բաժնում երեխաներով օգտվում են մի քիչ
պակսել է ու դա մեզի նաև սառեցնում է, այսինքն մենք պետք է խոսենք ձեր մարքեթինգի մասին, հա, այդ պարագայում ինչ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ։ Որովհետև ես կոնե չէի լսել այս մասին։ Սևանի հետ աշխատելով մեկտեղ։ Օրինակ մենք հիմա նաև ունենք YouTube-ի channel, մենք ունենք մեր Facebook-յան էջը, Instagram-ի էջը, բավականին աշխատանքներ շատ ենք աշխատանքներ տարել, բայց մի կողմից էլ չգիտեմ, երևի գիրք կարդալը մեր համայնքում պակսել է, կամ գրքի արժեքը, կամ սովորելու արժեքը, այսինքն մեր երեխաները երևի այս օրերին ավելի սիրում են կոմպյուտերային խաղեր խաղան, զբաղվեն, քան թե օրինակ ասենք առնեն մի հատ ծուղրուղուն, Հովհաննես Թումանյանի 2-3 հատ վեբ կարդան, ներկելով ավելի սովորեն, կամ նույնիսկ տարբեր activity-ներ ունեն, օրինակ մեր Արևիկը, մենք սա սկսեցինք, մտածեցինք մագազին պիտի սարքենք Արևիկը, որ ամեն ամիս կամ 2 ամիս մեկ ունենանք, այսինքն մեր նպատակը դա էր, որ տարեկան 6 կամ եթե հաջողվի 12 հատ օրինակ ունենանք ու իրա մեջ բազմաթիվ աշխատանքներ կան, բազմաթիվ հետաքրքիր աշխատանքներ կան երեխեքին միտքը զարգացնելու տարբեր ընդհանուր գիտելիքներ, օրինակ առաջի էջը հետաքրքիր սկսում է ընտանիքի մասից, չգիտեմ եթե բարձ երևում է ընտանիքից, որ քանի հոգի է ապրում քո ընտանիքում, հարցերը օրինակ իմ ընտանիքում բաղկացած է քանի հոգի, իմ անունս ինչ է, ես քանի տարեկան եմ, որ թվին եմ ծնվել, մազերիս գույնը ինչ է, աշկերիս գույնը ինչ է, այսինքն մի բան, որ երեխին երևի ամենաառաջի բանն է, որ պիտի սովորեն ու տարբեր աշխատանքներ, բայց մեր այս առաջի աշխատանք անելուց հետո մենք ստապ տվինք, որովհետև այն ինչ որ պետք է պիտի վաճառվեր կամ նույնիսկ դպրոցներին դիմելով, որ դպրոցները գոնե քաջալերեն իրանց աշակերտներին կամ նույնիսկ իրանք գնեն աշակերտների համայնքին հիմա չգիտեմ մարքեթինգի հարցը, բայց ես ընդհանուր ես տեսնում եմ, որ մեր համայնքում պակսում է գիրք կարդալը։ Դուք AI-ը նշեցիք եւ 2 տարին համապատասխանում է հատկապես վերջի 2 տարում AI-ը դուրս եկավ եւ ավելի խորացված եւ պարզապես Բայց Էլիաս հարցերը չի լուծում AI-ը։ AI-ը լուծում է փոքր հարցեր, բայց ըստ տեսակի կազմակերպված ուսումնասիրված աշխատանք AI չի կարող անել։ Ես կգործեմ, որ դուք յուրաքանչյուր օրինակ են, պիտի բերեք մեկտեղ եւ package սարքեք եւ ասի յուրաքանչյուր աշակերտ դարին սրանց պետք ունի, որովհետեւ եւ պիտի Հայաստանի անկախությունը դոնե եւ Զատիկը պիտի դոնե եւ նոր դարին եւ այսօք պիտի դոնե։ Եթե package-ն եք միասին օրինակ մշակութային քիրքեր կամ պատմության քիրքեր եւ ասեք յուրաքանչյուր աշակերտ այս դրցակը կամ այս փակեթը կամ այս քիրքերը միասին կնե եւ դարվուն ընթացքին օգտագործե արդեն տեսեք ես հիմա ձեր շատ լավ առաջարկ եք ասում մենք փորձել ենք դա բայց խնդիր գիտեք ինչ է ես չեմ ուզում դպրոցների անուն տալ կամ հաստատությունների կամ միությունների որ մինչև օրս մեզի նույնիսկ իրավունք չեն տվել մենք իրանց դպրոցներից մտնենք կամ մինչև օրս մենք սպասում ենք որ իրանց խորհուրդը մեզի հրավիրի գնանք ներկայացնենք խորհրդին որ տեսնենք ինչ ունենք այսինքն նաև խնդիրը գալիս է որտեղ մենք ամեն մեկս կղզիացած ենք մեր կղզիներում անուներ չեմ ուզում նորից տամ ես կղզին իա մասին մտածում եմ իա մասին ու բոլորի հետ որ խոսում ես ուսուցիչների հետ բոլորը նեղված են որ մենք չունենք նորություն մեր ունեցածը հին է մեր աշակերտությունը չի սիրում ես գրքերը արդեն նմուշը արդեն Սևանը կա ինքը իրանց դպրոցում երևի տեսել այդ բաները իսկ homeschooling-ի մասին ինչ կասեք Homeschooling-ն էլ տեսեք, օրինակ մի հոգի է, այդ մի հոգին պիտի մի հատ ուսուցիչ էդի առնի, այդ ուսուցիչ կարող է հետո վերցնի տանի քափյանի է դպրոցում։ Ես քափյանելուց չեմ ոչ նեղվում եմ, ոչ էլ մտածում եմ, ով ուզում է գա հիմա վերցնի տանի անել, բայց հարցը ընդեղա որ ինչ որ ձև պիտի լինի հարցին վերանայելու, լուծելու։
եթե պահանջը կա բացի ինձնից ես վստահ եմ ուրիշ մարդիկ էլ կան որ այս համայնքում աշխատում են ինչ-որ բաներ անել բոլորի հետ թող աշխատեն մենակ հարցը մենակ իմ մոտ չի բոլորի հետ թող աշխատեն բայց մի կողմից մենք պահանջում ենք որ չկա ուզում ենք ու մյուս կողմից եթե կա էլ չեն գնում իա հետևից եթե ինչ-որ խնդիր կա այդ խնդիրը չենք ուզում լուծենք կամ եթե ինչ-որ հարց կա կարող է ինչ-որ մարդ կա ինձ չի սիրում իմ հետ չի ուզում աշխատի բայց դու իմ հետ կարող ես խնդիր ունես կամ ինչ չես սիրում մեր երեխաներ եւ մեր աշխատանքը ինչ պիտի անենք կամ մարդ կա օրինակի համար Հայաստանի անկախության առաջի գիրքը չի ուզում ասում որովհետեւ դա դաշնակցության պատմություն է հիմա մենք թողնենք մի կողմ ինչ ենք ինչ չենք ում կողմն ենք ում կողմն դա պատմություն է մենք պատմություն չենք կարող անք փոխել եթե ուզում ենք պատմությունը փոխենք ուրիշ ձևով տանք դա ուրիշ հարց է բայց պատմությունը արդեն պատմություն է մենք կարող ենք պատմությունը փոխել բայց կալ խնդիր դնել որ սա է նա է այս է սա որովհետև ռազմիկն է սարքե սա որովհետև մենք շնորհակալ ենք որ դուք այս հարցերը քննարկում եք որովհետև հետաքրքիր է համարձակություն է ուղղակի այո եւ պետք է որ ավելի խորը հա իմանանք ինչ է կատարվում համեցեք այո ուրեմն սահմանափակ ձևով պետք չէ մտածել ավելի պետք է հասկանանք որ սա իմ եւ քու եւ իր հարցը չէ ասի ուղղակի ընդհանուր ասքի հարց է եւ եթե գուզենք հայկական քաղուտը կոյադևել Լոս Անջելեսի մեջ պետք է որ երեխաները հայերեն սորվին եւ ասիկա գոքնե գճյուրացնե այդ կորձը ես կխորիմ որ ծեր քիրքերը ճիշտ անցերուն չեն հասած դակավին ես վստահ եմ որ երբ որ իմանան դերևս ես լավադեսեմ չեմ ուզեր հույսս կդրել եւ չեմ ուզեր որ դուք ալ հիաստապվիկ որովհետեւ լավ աշխատանք տարածեք եւ վստահ եմ որ ավակային նույնիսկ ուրիշ ծրագրեր ունեք եւ ուզեք շարունակել եւ մի հիաստապվիկ վստահ եմ որ անցիկ գեհդակրկրվին եւ ծեր կփերեն գքնեն ծեր քիրքերը եւ կայքը նորից կասեք այո arevickidsactivity.com Էկրանի վրա էլ ունենք Arabic Kids Activity.com գրքերից որոշ մասը կարող են ձեռք բերել ճիշտ է Ծիածանները կարող են ձեռք բերեն արևիկը կարող են ձեռք բերեն ձեր մոտի զատիկը կարող են ձեռք բերեն այս 4-5 հատ գրքեր որ մենք պատրաստել ենք ուղղակի Հովանես Թումանյանից երկու պատմություն այդպես ենք պատրաստել որ համ երեխաներ գրեն համ էլ ներկեն Աթաբեկ Խնկոյանից պատրաստել ենք երկու գրքեր, մեկ գրքում 5 գրված կա յանից, մեկ գրքումն էլ երկու գրված կա, Ակրավն ու Աղվեսը եւ Մկների ժողովը, Ղազարոս Աղայանից ենք գրքեր պատրաստել, 3 գրություններ կա, սա նոր տարվա համար ենք պատրաստել, որ ուղղակի Անի Գևորգյանն է գրել երկու պատմություն, մեկը Մարիամիկի մասին Մարիամիկի օգնականներն են նոր տարվա օրոք կատուն սկյուրիկը բան միասին զարդարում են նոր տարին եւ մյուսն էլ Արամիկի ամառային երազանքն է որ երազում է նոր տարի գիշեր գնա Հայաստանում տոնի Ձմեռ պապին գալիս է յան վերցնում է կամ Կաղանդ պապը գալիս է յան վերցնում է երազի մեջ յան տանում է Հայաստան սա այս գրքերը բոլոր կարող են մեր վեբսայթից կամ նույնիսկ տարբեր գրախանութներում գրախանութ չեն սուպերմարկետներ են Այբենարանի գրքերն են կարող հիմնականում որ մեր երեխաների համար օրինակ առաջի տարը 3-4 տարեկան երեխաների համար է տարը ճանաչեն, ներկեն, տակը եթե պետքա գրեն ու օրինակ սովորեն այդ տարով ինչ կենթանի կամ ինչ իրի անունն է նոր տարվա երկու գրքույկներ ենք պատրաստել, մեկ ավելի փոքր երեխաների համար, մեկ ավելի մեծ երեխաների համար։ Այս գրքերը մեր վեբսայթում եւ եթե ուզում են իմանան Գլենդելում Big Square-ում Կոզանյանի մարքեթում A&D դիսկյանտ խանութում Նորթ Հոլիվուդում Մուսալեր մարքեթում Հոլիվուդում իսկ գրադունները մենք մի հատ հիմա գրատուն ունենք որ 6 տարի առաջ 5 գիրք ենք տվել տևա 6 տարի որ 5 գիրք ծախեն հիմա արդեն մենակ Սարդարապատն է կարդում մնացած Մենք չծանոթացանք սրանց։ Սրանք էլ հիմա ծանոթացնեմ ձեզ, սա իմ պարտեզի գիրքն է, որ
երեխաներին, ովքեր որ մանկապարտեզ են գնում, ամեն տարի համար կապ ունի տարից տար, բայց ամեն տարի համար ունենք 6 էջ աշխատանք։ Ու սա ուղղակի պատրաստել ենք, ինչպես որ մեր երեխան գնում է kindergarten, եւ kindergarten-ում օրինակի համար սովորում է, որ ABC-ն պիտի trace անի, հիմա Անա trace անում, մեծատար, փոքրատար։ Ես հիշեցի, երբ ես էի գրում տառերը։ Ու հետո տեսեք, օրինակ անգլերենում իրանք սովորում են, որ է տառով, օրինակի համար ինչ որ իր շրջապատում կա, շուրջը գծով նշեն, որ մեկն է տառով, օրինակ apple կամ ինչ, հիմա նույն բանը մենք անում ենք a տառով։ Շուրջը տարբեր նկարներ են, որ ինքը պիտի բան անի, նշի, որ մեկն է a տառով սկսում, օրինակ ակնոց, ինքը դեռ գրել կարդալ էլ չի ման, բայց արդեն պիտի իմանա, որ սա ակնոց է, սա ու առարկաներ են, որ ինքը արդեն սովորել է, ինքը արդեն գիտի, այսինքն նենց առարկա չի, որ ինքը ծանոթ չի երեխան։ Ու հետո արդեն որպես գրելու համար նույն առարկաները մենակ տեղերն է դատարկ, որ պիտի ինքը անլրացնի, մնացած տառերը կան։ Ուրիշ գրքերում սա չկա, բայց անգլերենում այսպես է, տառերը կան, որ երեխան նույնիսկ չի ճանաչում տառը, այս տեսնելով սովորի։ Սա մանկապարտեզի համար է, ամեն տառի համար 6 էջ աշխատանք կա, բայց տառ կա, որ օրինակ ռ տառը մի էջ ավել չի կարող աշխատանք ունենա։ Սա պատրաստել ենք իմ առաջի տետրակն է, Հայաստանի Այբենարան գրքի աշխատանքային տետրն է, սա Վաչական Սարգսյանի, սա էլ հեղինակի անուն մոռացել եմ, երկու տարբեր Անջել Քյուրքյան, այո։ Իրանք տարբեր շարաններով են գիրքը պատրաստել, մենք էլ ամեն գրքյան, որտեղ այդ երկու գրքերն են հայաստանյան, որ ստեղ դասավանդում են, իա աշխատանքային տետրն ենք պատրաստել, նորից լիքը հետաքրքիր աշխատանքներով, որ երեխան արդեն անգլերեն դասարանում տեսել է։ Սա պատրաստել են Արևմտահայերեն, որ այս գիրքը AGBU դպրոցում եւ նաեւ Շամիլյան դպրոցում օգտվում են եւ մի հատ մի 2-3 դպրոցներում եւ շաբաթօրյա դպրոցներում օգտվում են, մենք նաեւ պատրաստել ենք իմ առաջի տետրակը դասական ուղղագրությամբ, որ օգտվում են ազգային դպրոցներում։ Այս գրքերը առաջին դասարանի երեխաների համար են, ոզնիները, ինչպես որ ասացի, արդեն իրա մեջ գրականություն, քերականություն, մտածել, գրել, ճանաչել, տարբեր բաներ կա, որ տարբեր դպրոցներում 3-րդ, 4-րդ, 5-րդ, 4-րդ, 5-րդ, նույնիսկ 6-րդ, 7-րդ, 8-րդ դասարաններում օգտվում են երեխաների համար, որ սահման չունի ինչ գրքով որ լինի, արդեն կարող են աշխատեն, երկու պատմությունի գրքերը եւ մենք ունենք ուրիշ աշխատանքներ, որ ես հիմա չեմ բերել ստեղ։ Եվ ունենք հիմա աշխատանքներ, որ մի քիչ կանգ ենք առել, որ տեսնենք ինչ է լինում մեր աշխատանքի, ինչպես են գնահատվելու, եթե հաջողությամբ գնաց, դրանք էլ կշարունակեն։ Շատ բարի, շատ շնորհակալ ենք, որ եկաք ներկայացրեցիք մեզ, մեր հեռուստադիտողի եւ մենք ծանոթացանք ավելի մոտիկից, եթե ունեք ասելու ամփոփման խոսք, համեցեք։ Ես նորից պիտի շնորհակալություն հայտնեմ, որ ինձ ձեր տաղավարը հրավիրել եք եւ հյուրընկալել եք, նաեւ ուզում շնորհակալություն հայտնեմ մեր բոլոր ուսուցիչներից, որ իմ կողքին են եղել առաջի օրվանից, անունները շատ են, որ եթե ուզենամ տալ, բոլորից ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, որ իմ կողքին են եղել, ուսուցիչներից բացի իմ կողքին են եղել 3 անձնավորություն, որ գրաֆիկի աշխատանքներն են ինձ սկսել աշխատել, օգնել, իրանք Հայաստանումն են, եւ ունեմ սրբագիր, որ ինքն էլ է Հայաստանում, որ արևելահայերեն աշխատանքներ բոլոր ինքը նայում է եւ եթե արևմտահայերեն էլ բոլոր պարոն Հրաչ Սեպեչյանն է նայում, Ուրեմն շնորհակալություն հայտնեմ բոլորիս, որ իմ կողքին են, ու բոլոր նրանք, որ իմ հետ համագործակցում են, հույս ունեմ, որ մեր համագործակցությունը պիտի շարունակվի ու նաև մեր համագործակցությունը սկսվի մյուս ուրիշ դպրոցների հետ։ Ապրեք, ձեզ էլ ենք շնորհակալ, ապրեք, դուք էլ շատ ապրեք, ձեզ էլ ենք շնորհակալություն հայտնում այս աշխատանքը տանելու համար, Սևան։ Ես էլ շնորհակալ եմ իբրև ուսուցչուհի եւ այսօր իբրև հաղորդավարուհի, որ այսօր մեր հյուրն եք։ Շնորհակալ եմ, որ այսքան աշխատանք դարածեք, հսկայական աշխատանք է
եւ վստահ եմ, որ այս քիրքերուն արժեքը գիծողը կա եւ իր տեղը պիտի հասնի եւ անհամբեր կսպասեմ ձեր գայքեչի վրա կամ YouTube-ի վրա կամ ինչ որ հիմա նորանար ավելի նորարար աշխատանքներ կան եւ ոչ թե եթե դասակիրքով չենք կրնար հասնել աշակերտին կրնանք գայքեչներով կամ ուրիշ ծևերով աշխատանքներ մի բան ավելացնեմ, որ մենք հիմա որոշ աշխատանքներ ենք տանում, որ մեր YouTube-ի էջում ավելացնենք արդեն փոքր տարբեր աշխատանքներ ենք պատրաստում, որ ունենանք YouTube-ի մեջ, որտեղ արդեն ձրի կլինի, բոլորը կարող են օգտվել։ Այո, որովհետև առցանց քիրքերը կամ աշխատանքները ավելի հասանելի են եւ ավելի մատչելի են եւ կարծեմ որ դուք այդ ուղղությամբ եթե շարունակեք նորեն հաջողություն կգտնեք։ Շատ շնորհակալ ենք որ այսօր մեզի հետ էիք, բարի եկացեք։ Շնորհակալ ենք եւ ձեզ հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալություն։ Նույնպես շնորհակալ ենք ձեզ հարգելի հեռուստադիտող, հուսամ ձեր համար հետաքրքիր այսօրվա թեման եւ մենք նորից կհանդիպենք, ինչ նոր հանդիպում, մնացեք խաղաղությամբ։